Օրհնի Աստված բոլորիս փառք Աստծուն, փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին իր ժողովրդի հետ լինելու համար։ Ես ասում եմ այսօր խոսեմ Աստծո ընտանիք ունենալու ծրագրի մասին։ Ընդհանրապես Աստծո մասին խոսելու միակ ճշմարիտ աղբյուրը Աստվածաշունչն է։ Որտեղ Աստված հավիտյանս հավիտենից է, նա կար, բայց երբ որ ոչինչ չկար, միայն ինքն էր։ Եվ նրա մասին վկայություն իմանալ միայն նրանից կարելի է իմանալ։ Որովհետև ասած մեկը չկար, որ վկա էր, մեկը չկար, որ ներկա էր Աստծո հետ, որ կարողանար Աստծո մասին պատմել։ Աստված ինքն էր միայն։ Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Անգամ այս խոսքն էլ որ ասվեց, Աստված կարելի ասել ասվեց, որ եռամիասնություն է։ Հայր Աստված, Որդի Աստված, Սուրբ Հոգի Աստված։ Սա էլ Աստծո հայտնությունով է, ոչ մեկ չէր կարող իմանալ սրա մասին, եթե Աստված չհայտներ իր էության մասին, որ ինքը միանձնյա չի։ Ամեն մեկը առանցին անձեր են, անհատականություններ կարելի ասել։ Ինքնուրույնություններ, այս նկատի ունեմ այսպես, մտածող, կշռադատող, հասկացող անձեր են, անհատականություններ են։ Բայց նրանք ձուլված են, մեկացած են, ամենքը բոլորը միասին մեկ են մի բանի մեջ։ Նրանք նույն պատկերի, նույն բնութագրերի մեջ են։ Նույն կատարյալ պատկերը եւ կատարյալ բնութագիրը ունեն։ Երեքը մեկացած մեկ պատկերի մեջ։ Այդպես է ներկայացնում Սուրբ Գիրքը եւ սրա մասին շատ ա եղել խոսել եմ, ես սրա վրա չեմ ուզում շատ կանգ առնեմ, բայց խոսում է Սուրբ Գիրքն է ասում, որ Հայր Աստված, Որդի Աստված եւ Սուրբ Հոգի Աստված մեկ անունով, մեկ պատկերով, մեկ նկարագրով։ Թեկուզ ամեն մեկը անհատներ են։ Այսինքն իրանք անձնավորություններ են, ինքնություններ են առանցին։ Բայց ձուլված մեկացած են։ Եվ Աստծո եռամիասնությունը, ասենք, որ խոսում է ներկայացվեց անուններով, այդ անուններից մեկը Որդի Աստված, չէ՞, Հայր Աստված, Որդի Աստված, Սուրբ Հոգի Աստված։ Եվ հենց որ խոսում է Որդի Աստված, սա արդեն ցույց է տալիս, որ մեկը կա, որ ծնված է, ծնված դուրս եկած։ Եվ մենք գիտենք հետագայում Որդի Աստված նաև մարդացավ, այսինքն եկավ աշխարհ, մարդ դառավ, ծնվեց մարդուց նաև, միևնույն ժամանակ իհարկե մնալով այդ մարդկային մարմնի մեջ որպես ճշմարիտ Աստված, երկրպագվող Աստված։ Եվ դա Հիսուս Քրիստոսն է, արդեն երկրի վրա այդ անունով։ Եւ եթե Որդի, ապա նշանակում է, ինչպես ասեցինք, Աստծուց ծնված։ Արդեն Աստված կարելի ասել, երբ որ ներկայանում է, Աստված արդեն խոսում է ինչ որտեղ իր ընտանիքի մասին։ Աստված ունի որդի։ Նրանից ծնվածը։ Հիսուս Քրիստոսը իր մասին խոսում էր, ասում էր Աստվածանից դուրս եկա։ Երկու փուլ էր ներկայացնում։ Աստվածանից դուրս եկա, դա մեկ, երկրորդը եկա աշխարհ։ Կամ ուրիշտեղ ասում է Հովանու ավետարանում ասում է հոր ծոցումը լինողը, հոր ծոցից դուրս եկավ։ Այսինքն այդ ծնունդը դա էր, Աստծո ծոցից դուրս եկավ Աստված։ Դրա համար Հովանես ասում է սկզբում էր բանը, երբ որ Հիսուսի մասն է խոսում, Աստծո որդու մասն։ Եվ բանը Աստված, եւ բանը Աստծո մոտ էր, եւ բանը ինչի ով էր Աստված էր։ Այսինքն այդ Աստծո մեջ էր եւ նա դուրս եկավ, դա եղավ անձերից մեկը դարձավ որդի։ Իսկ նա ով ծնեց նրան կոչվեց հայր։ Պատական չի որ կոչ բազմաթիվ տեղեր կարդում ենք Եբրայեցիս թուղթը կարող եք կարդալ առաջի գլուխ շատ տեղեր, որ ասում է դու ես իմ որդին, ես այսօր ծնեցի քեզ։ Գուցե մեկը կասի կմտածի, որ դա նշանակում է, որ դե ուրեմն որդի անձը, աստվածային անձը սկիզբ ունի, որովհետև ինչ որ պահից ծնվեց, ծնվելը դա չի նշանակում սկիզբ, գիտեք։ Եթե օրինակ երեխան լույս աշխարհ է գալիս, դա չի նշանակում այդ պահն է նրա սկիզբը։ Նա կար, ուղղակի դուրս եկավ, հայտնվեց, ծնվեց, Աստված հայտնություն, այսպես։ Այսինքն այդ պահին չի լինում երեխան, որ ծնվում է օրինակի համար մոր արգանդից, նա կար մինչև այդ։ Եվ Աստված, այո, Աստվածաշունչը խոսում է սրա մասին, որ Աստված ուներ իրականության մեջ որդի ընտանիք։ Բայց հետաքրքիր է Աստծո ծրագիրը, որ Աստված կամեցավ, նախատեսեց, որպեսզի շատ որդիներ ունենա։ Հիսուսը սկզբից կոչվում էր միածին որդին, Հովանու 3:16։ Աստված այնպես սիրեց աշխարհը,
որ իր միածին որդուն տվեց, որ ամեն հավատացող չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Այսինքն դա միածինն էր, միակը, որ ծնված էր Աստծուց, ուրիշ մեկը դեռ չէր ծնվել Աստծուց։ Աստված այդ մեկ որդին ուներ, բայց նախատեսեց, որոշեց, այդպես որոշեց ինքը հայրը, ծնունդ տվողը, եւ որոշեց, որպեսզի ինքը շատ որդիներ ունենա, շատ զավակներ ունենա, եւ Հիսուսը արդեն ոչ թե լինի միածինը, այլ արդեն լինի մեծ որդին, Անդրանիկը, առաջնեկ որդին, առաջի ծնվածը, եւ դա խոսում է Սուրբ Գրքում ներկայացված է, ուղղակի շատ տեղեր կան, բայց ես երկու համար կհիշեցնեմ, Եփեսացիս թղթից ներկայացնում է, որ Աստված դեռևս ոչինչ չկար, աշխարհը չէր ստեղծվել, այս ամեն ինչը չէր ստեղծվել, բայց այդ ծրագիրը նախատեսել էր ուներ իր մեջ, որ ունենար ընտանիք, շատ որդիներ։ Կարդամ Եփեսացիս առաջի գլուխ 4-րդ, 5-րդ համարը եւ 9-րդ համարը, որ ասում է. Ինչպես որ ընտրեց մեզ նրանով աշխարհի ստեղծելուց առաջ, որ մենք սուրբ ու անարատ ենք նրա առաջին սիրով, մեզ առաջուց սահմանելով, որ իրեն որդեգի լինենք Հիսուս Քրիստոսի ձեռքով իր կամքի հաճության պես։ Տեսեք, ներկայացեց, որ ինքը որոշեց, սահմանեց, նախատեսեց։ Այդ նախասահմանությունը հենց տեղ կա, այսինքն նախասահմանությունը սա էր, սահմանեց եւ դա պիտի լիներ, որ որդիներ ունենա։ Եվ ներկայացնում է, որ դա երբ նրա մեջ է ծրագիրը կար, ասում է աշխարհի ստեղծելուց առաջ։ Երբ որ դրա աշխարհը չկար, ստեղծված չէր, նա սահմանեց դա, նախասահմանեց ընտանիք ունենալ, որդիներ ունենալ։ Եվ 9-րդ խոսքում էլ նորից նույն տիպի բան ասում, ցույց տալով մեզ իր կամքի խորհուրդը իր հաճության պես, որ առաջուց դրավ իրանում, առաջուց շատ վաղուց ֆանից դա կար։ Իսկ մեկ ուրիշ համար էլ կարդամ ձեզ համար Հռոմեացիս 8-րդ գլխից 28-29 խոսքերը։ Տեսեք ոնց է գրված։ Մենք գիտենք, բայց գիտենք, որ Աստծուն սիրողներին ամեն բաները գործակից են լինում դեպի բարին, նրանց որ նախասահմանելով կանչեց։ Ինչ ասում, նախասահմանելով կանչեց։ Ոմանց համար է ասում, որ Աստված իրեն սիրողներին բարին գործակից է դարձնում ամեն բան, բայց ում համար ասում, նրանց որ նախասահմաններով կանչեց։ Այսինքն ովքեր էին սրանց, որ նախասահմաններ էր, այսինքն նախորոք էր սահմանը։ Դե շուտվանից էր սահմանը, վաղուցվանից, ինչպես այնտեղ ուրիշ ձև ասեց, աշխարհի ստեղծելուց առաջ էր դա սահմանը, որոշե։ Որովհետև նրանց, որ առաջուց ճանաչեց, առաջուց է սահմանեց իր որդու պատկերին կերպարանակից լինելու, որ նա Անդրանիկը լինի շատ եղբայրների մեջ։ Նրանց, ում որ որոշել էր, նախասահմանել էր, սահմանել էր, սա էր որոշել, որ ասում է, որ նա որդու պատկերին նրանք պիտի կերպարանակից լինեն, այսինքն նրանք բոլորը պիտի Հիսուսի իր որդու պատկերին կերպարանակից լինեն, այսինքն այն պատկերը, որ իր մեծ որդին ունի, Անդրանիկ միածին որդին ունի Քրիստոսը, այդ պատկերին կերպարանակից լինեն, այսինքն Աստծո որդիները պիտի արդեն եղած Աստծո որդու պատկերի նման պատկեր ունենան, նա այսպես է սահմանել, նրանք են Աստծո որդիները լինելու որոշել էր այսպես, որոնք Հիսուսի պատկերի նման պատկեր ունեն, կերպարանակից են Հիսուսին, եւ ստեղ արդեն ուշադրություն դարձնում եք, արդեն Հիսուսին չի ասում միածին որդի, այսինքն շատ որդիներ է Աստծո խոսում, այդ շատ որդիներն էլ կոնկրետացնում է, ովքեր են պիտի լինեն, նրանք, ովքեր Հիսուսի պատկերի նման պատկեր կունենան, նրանց է սահմանել որդի լինելը, ուրիշներին չի սահմանել որդի լինի, Հիսուսի պատկերին կերպարանակից լինողները, եւ շարունակուց մեջ այսպիսի բան ասեց, կերպարանակից է, որ նա Անդրանիկը, որդու մասին է խոսում Հիսուս Քրիստոսի, որ նա Անդրանիկը լինի շատ եղբայրների մեջ, արդեն խոսում է Աստված սահմանեց, նախասահմանեց շատ Հիսուսը շատ եղբայրներ ունենա եւ ինքը լինի այդ եղբայրների մեջ ով Անդրանիկը, մեծը, առաջնեկը, առաջի ծնվածը, այդպես է։ Ահա սա Աստված որոշը սահմանեց այս ծրագիրը իր համար ընտանիք ունենալ։ Եվ
կոնկրետացրեց, ովքեր պիտի լինեն այդ ընտանիքի անդամները, ովքեր Հիսուսի նման են, ովքեր Հիսուսի նման չեն, Աստծո ընտանիք չեն, պատկերով չեն, Աստծո ընտանիք չեն կարող լինել, սա նախասահմանեց, այսպես որոշեց, ինչ որտեղ հասկանալի է, ինչ առումով, որ այդպես նախասահմանեց, որտեղ նախ ես ենք տեսնում, Աստծո հաճությունը, Աստծո ամբողջ բարեհաճությունը, ամբողջ հաճությունը իր որդու վրա էր, Հիսուսի վրա էր։ Հիսուսը էտալոն էր, չափանիշ էր, օրինակ էր, թե Աստված ումն է հավանում, ումն է շատ սիրում։ Ով է որ Աստված, ասենց Աստծո առաջին շատ հաճելի է։ Հիշում եք, չէ՞, քանի անգամներ, թե երբ որ Տեր Հիսուս Քրիստոս եկավ Հովհաննեսի մոտ, Մկրտչի մոտ, որ մկրտվեր, հիշում եք, երբ որ ինքը մտավ ջուրը, Սուրբ Հոգին աղավնակերպ իջավ իր վրա, և երկնքից ձայնը լսվեցավ, դա է իմ սիրելի որդին, որին հավանել եմ։ Այսինքն իր ամբողջ բարեհաճությունը, ուրիշ տեղ Պետրոս առաքյալը խոսում է իր թղթի մեջ նկարագրում է, ավետանիչներն են խոսում, որ Հելան Սարը, հիշում եք այդ պայծառակերպությունը, որ եղավ, և երբ որ ամպից ձայն եկավ Աստծուց, դա է իմ սիրելի որդին, որին վրա է իմ ամբողջ բարեհաճությունը, ամբողջ բարեհաճությունը, այսինքն մի հարց չկար, որ Աստված ինչ-որ տեսով սիրտը կախլներ է որդու վրա, ասենց ասեմ մեր բառերով, ամբողջ բարեհաճությունը, Հիսուսի գործերը, խորհուրդները, մտածելակերպը, որոշումը, ընտրությունը, հնազանդությունը, ամեն ինչ Աստծուն հաճելի էր, և Աստված ուզում էր հենց այդպիսի որդիներ ունենա, ուրիշ չէ, իրան բավարարում էր դա, միայն, որոնց վրա կլինի իր ամբողջ բարեհաճությունը, այդպես է, և երբ որ կարդում ենք, ասենք, գրքերը ուրիշ տեղը, տեսնում ենք իրոք, Աստված, երբ որ հավանում է իր որդուն, օրինակ Եսայի մարգարեության մեջ 42-րդ գլուխը կարդում ենք առաջի խոսքերը, առաջի 4 խոսքերը, նորից խոսում է Աստված զմայլված խոսում է իր որդու մասին, ահա իմ ծառան, որին ես հավանել եմ, ահա, ասենք ասած, նա, որին հավանել է իմ հոգին, այսպես ասում, ու խոսում է իր հնազանդության, խոնարհության, լսելու, ճիշտ վարվելու, արդարության մեջ գնալու, ողորմած բարի լինելու, այսինքն այդ պատկերը, նկարագիրը, որ Հիսուսը ունի, այդ է այդտեղ գովում։ Ոչ թե օրինակ գովում է հզոր է, կարա երկինքներ ստեղծի, ամենակարողը, ամենագետը, ավելի շատ, որ նայում ես է, իր խոնար, հնազանդ, լսող, ճիշտ վարվող, արդար ապրող։ Երբ որ մենք ասում ենք, որ Աստծո որդիները պիտի Աստծո Հիսուսի պատկերը ստանային, նրանք են Աստծո որդիներ լինելու, այդպես սահմանվեց, դա նշանակում է ոչ թե Հիսուսի նման օրինակ ամենակարող լինեին, ամենագետ լինեին, ամենուրեք լինեին, չէ։ Պատկերը այդ իր ներքին նկարագիրն է, բարոյական նկարագիրը, բնութագիրը, Աստծո նման լինել, այսինքն Աստծո բնավորություն ունենալ, Հիսուսի բնավորություն է, էություն ունենալ, եթե Հիսուսը կատարյալ հնազանդ, կատարյալ նազակ մյուսները, խոնար, ասենք, ճիշտ խոսող, ճիշտ գործող, արդար վարվող եւ այլ, այսինքն բարի, ողորմած, խղճով, այսինքն ներքին էության բնութագրերն են։ Կարողության բնութագրեր կան, որ աստվածային են։ Մեզ չի ստեղծում Աստված, որ մենք Աստված լինենք։ Օրինակ, ինչպես ասեցի, ամենակարող չենք էլ կարող, որովհետև մենք հավիտյանս հավիտենից չենք, որ այս մի չափանիշը վերցնենք։ Ամենայն դեպս սա ես մանրացրեցի, որ հասկանանք ինչ է նշանակում, որ նա սահմանեց իր որդու պատկերին կերպարանակից լինի։ Որն է այդ պատկերը։ Եվ տեսնում ենք այս սահմանման, ոնց որ նախասահմանման հիման վրա էլ Աստված ստեղծագործությունը իրականացրեց։ Նա ստեղծեց, 6 օր ստեղծեց, 7-րդ օրը հանգստացավ իր բոլոր գործերից։ Եվ այդ ստեղծագործությամբ նա իր նաև այս ծրագիրը, որ որոշել էր, սկսեց իրականացնել։ Եվ տեսնում ենք, երբ որ Տերը ստեղծում էր, ստեղծեց շատ բաներ։ Ստեղծեց թե անշունչ առարկաներ, ասենք, շնչավոր, կենդանի, բույսեր ստեղծեց, չէ, հրեշտակներ ստեղծեց, քերոբեներ ստեղծեց, լուսատուներ ստեղծեց, տիեզերք ստեղծեց, ամենը ինչ որ տեսնում ենք Աստծո ստեղծվածն է։ Բայց որոնք պիտի Աստծո որդիներ դրանցից լինեին։ Ինչպես որ նախասահմանված են, նրանք, որ Աստծո
որդու ինչ պատկերին կերպարանակից պիտի լինեին։ Նորից սա ինչ որտեղ նորմալ ու բնական է այն առումով, որ նայեք, հասարակ բան, երբ որ Ադամը պիտի իր համար հարմար մի ընկեր ճարեր, մեկը, որի հետ կյանք պիտի կապեր, կյանք պիտի կիսեր, միաբանված ապրեր։ Ասում եք, բոլոր կենդանները իր առջևից անցկացվեց, ինքը անգամ անուններ դրեց, բայց իրեն հարմար ընկեր չգտավ։ Բայց երբ որ Եվան ծնվեց, իհարկե դա Աստծո ոնց որ ասած իր վրա եղած իմաստություն է, որ երբ որ ինքը տեսավ, ասեց, ահա մարմին իմ մարմնից, ահա ոսկոր իմ ոսկորից։ Իսկ ինքը իմ նման է լրիվ։ Ես իր հետ կարամ կյանք կապեմ, ինքը կարա ինձ ընկեր լինի, ուրիշները չեն կարա լինեն։ Նմանապես Աստված չէր կարա, այսօր նայում ես մարդիկ վերցել են, շեղվել են, ծռվել են, օրինակ մեկ էլ մեծ շուն են վերցնում, կատուն են վերցնում, որդե գրում են, դասում են ժառանգորդ։ Ասում են, մեր ընտանիքի անդամն է, սիրում են, պաչում են, ես են անում, ես ինչեր են անում, հա, էլի խնամ տա սիրի, ինչ-որ կենդանու, բայց ասում են ընտանիքի անդամ է։ Կինոներ են անում, մուլտեր են անում, գուցե տեսած կլնեք։ Մուկին վերցել են, էսի մեր ընտանիքի անդամն է, պասպորտ են գրում, անազգանն են գրում իրանց ազգանան։ Այդպես չի կարա լինի, Ադամը որ ընտրեց, պատահական չընտրեց, ինքը իմ նման է։ Ահա ոսկոր իմ ոսկորից, մարմին իմ մարմնից։ Եվ նրանք ինք կոչեն։ Եվ մարդը կթողնի իր հորն ու մորը, եւ իր կնոջը կհարի, եւ կլինեն մեկ մարմին։ Իր հետ կարա հարի, մեկ մարմին լինի, մեկ կյանքի տեր լինի, իրար հասկանան, իրար հետ կիսվեն, իրար հետ ապրեն, որտեվ մեր մեկ պատկեր են։ Մնացածը իր պատկերի նման պատկեր չեն։ Եվ գիտեք, երբ որ ստեղծագործությունը իրականացավ, այդ 6 օրվա մեջ մենակ մեկի համար Աստված հատուկ շեշտեց։ Հիշում եք 6-րդ օրը, երբ որ մարդուն ստեղծեց, ծննդոց առաջի գլուխ 26-27-ում այսպիսի խոսքեր խոսվեց եւ կատարվեց ստեղծագործությունը, չէ՞։ Մեր պատկերով, եւ Աստված ասեց, մեր պատկերով եւ մեր նմանությամբ մարդ ստեղծենք։ Այսինքն մարդու համար ասեց, որ նա պիտի պատկեր ու նմանությունով Աստծո նման լինի։ Աստծո նման լինի, նույնը որդու նման լինի, որովհետեւ ասեցի, Աստված եռամիասնությունը ամեն մեկը առանցին ուրույն անձեր են, ինքնություններ են, բայց նրանք մեկացած են պատկերի մեջ, տարբեր պատկեր չունեն։ Նրանք կատարյալ են ամեն այդ բաների մեջ եւ ցանկացած հարցի նկատմամբ միտքը, խորհուրդը, վերաբերմունքը մեկ են գործը։ Եվ էս էր Հիսուսի պատկերով միայն մարդը ստեղծվեց։ Եվ հետաքրքիր է, տեսնում ենք, մարդու մոտ կարա հարց առաջանա, ասի, եթե ստեղծվեց, կարա ստեղծվածը ծնված համարվի։ Վերջապես Աստծո որդի նշանակում է ծնված։ Իրականության մեջ Աստծո մարդու այսպես որպես գոյ իրականացնելու, որ կատարվի, կայանա, այդ գործի մեջ Աստված ստեղծեց, հանձնեց։ Այդպես ասում Ծննդոց 2-րդ գլուխը։ Ծննդոց 2-րդ գլխում, եթե հիշում եք 7-րդ խոսքում, այսպիսի բան ասեց, երբ որ արդեն մանրացնում է, թե Աստված ինչպես իրականացրեց այդ ծրագիրը, իր պատկերով, իր նմանությամբ մարդը ոնց ստեղծեց, նախ ասում է Աստված հողու փոշուց ստեղծեց մարդուն, չէ՞։ Բայց այդ հողու փոշուց ստեղծվածը, որ մի հատ կերպարանք տվեց, մարմին ստեղծեց դրանով, դրա մեջ կյանք չկար։ Այսինքն անես չի, որ վերցնենք, ասենք, եթե Աստծուց մարդիկ են լինելու Աստծո որդներ, ապա այդ Աստծո պատկեր համարում է այդ կերպարանքը, չէ՞։ Աստված կերպարանք չունի։ Նկատի ունեմ ձև մարմին չունի, այդպես ասել։ Նա ներքին էությունն է կերպարանքը, նրա ով ինչպիսին լինելը, ով լինելը։ Հա, եւ բայց հողուց շինեց, դա ստեղծագործություն է, շինեց, դա ծնունդ չի։ Բայց ինչ կատարվեց, ասում է, եւ Աստված մարդու մեջ, մարդու ռնգած մեջ քթանցքներից ինչ իր կենթանության շունչը փչեց։ Եվ մարդը եղավ ինչ կենթանի հոգի։ Այստեղ այո, մարդու մեջ ծնվեց, եկավ, առաջացավ աստվածային կյանք, աստվածային բնություն։ Այն ինչ որ Աստծունն էր, եղավ մարդունը։ Բայց այն հողը, որ ստեղծել էր, այդտեղ Աստծուց բան չկար, Աստված հող չի, որ իր նման մեկին հողով սարքեց։ Իսկ ստեղծվածն էր, բայց նա որ բան արեց, աստվածային բնույթ, աստվածային կյանք, ինքը ինչ որ ուներ, դրեց մարդու մեջ։ Եվ մարդը եղավ ինչ կենթանի հոգի, ծնվեց, կենթանի հոգի դառավ, կենթանացավ։ Եվ այո, մարդիկ պիտի լինեին Աստծո ծրագրի համեմատ, տեսնում եք, անգամ հրեշտակները չէին։ Տեսեք, հրեշտակները, որ նայում եք,
ոնց որ ասած մնացած ստեղծագործությունների բացի մարդուց առավելություններ ունեին, նրանք անձեր էին, նրանք մտածող, որտեվ կարդում ենք Սուրբ Գիրքը, տեսնում ենք, նրանք խոսող, մտածող, հասկացող, ընտրող, չէ, բայց միևնույն է, նրանք Աստծո որդիներ չեն, նրանք Քրիստոսի պատկերը չունեն առաջնեկի։ Օրինակ Եբրայեցիս թղթում դուք կհիշեք, շատ ենք այս համարը կարդացել, առաջի գլուխ 4-ից 5 խոսքերում, կուզեմ հիշեցնել ձեզ, ասում է Աստված երբևիցե անգամ, որևիցե անգամ, ասել է հրեշտակներին 4-րդ խոսքից, եւ հրեշտակներից այնքան ավելի լավ եղավ, որքան նրանցից ավելի գերազանց անուն ժառանգեց, որովհետև հրեշտակներին որին ասեց երբեք, իմ որդին ես դու, ես այսօր ծնեցի քեզ, եւ դարձյալ ես նրան հայր կլինեմ, եւ նա կլինի ինձ որդի։ Տեսնում եք, ներկայացվեց, որ երբեք հրեշտակներին չի ասել, դու իմ որդին ես, Աստված չի ասել, հրեշտակները Աստծո որդիներ չեն։ Բայց ովքեր են շարունակության մեջ բացատրություն է տալիս 13-14 ասում է եւ հրեշտակներից որին ասեց երբեք իմ աջ կողմը նստիր մինչեւ որ քո թշնամերին քո ոտքերի պատվանդան դնեմ ասա ոչ մեկին չէ ոչ մի հրեշտակին չի ասի արի իմ աջ կողմը նստի բայց մարդուն ասել է Հիսուսին ասել է մարդուն էլ ասել եւ ինչ ասում շարունակությունը չէ որ ամենը այսինքն այդ հրեշտակները սպասավոր հոգիներ են ուղարկված սպասավորություն անելու նրանց համար, որ փրկությունը պիտի ժառանգեն։ Այսինքն սրանց ստեղծել է սպասավոր հոգիներ լինելու համար։ Մարդուն, որպեսզի սպասավորություն անեն, ծառայություն անեն։ Աստծո ծառաներ են մարդուն ծառայելու հարցում։ Հրեշտակ նաև նշանակում է դեսպան։ Այսինքն նրանք Աստծուց են ուղարկված, որպեսզի մարդկանց ծառայեն։ Ծառայեն նրանց, ով պիտի փրկությունը ինչ անեն, ժառանգեն, այդպես գրված։ Այսինքն նրանք հավասար չեն մարդու։ Եվ նրանք Աստծո որդիներ չեն։ Բայց տեսնում ենք, ինչ կատարվեց, Սուրբ Գիրքը ներկայացնում է, որ այն պատկերը, որ ուներ մարդը իրոք ստեղծագործությունով ձեռք բերված, որ Աստծո շնչով, Աստծո բնությունով նրա մեջ եկավ, հաստատվեց, մեղքի պատճառով ապականվեց, վերացավ, փչացավ ընդհանրապես։ Նա մարդը, որ Քրիստոսի նման էր կամ Աստծո նման էր, երբ որ մեղք գործեց, այլևս նրա նման չէր։ Եվ շարունակության մեջ Երբ որ կարդում ենք Ծննդոց գիրքը, մենք տեսնում ենք, որ 5-րդ գլուխ 3-րդ խոսքում ներկայացնում է, որ Ադամը 130 տարեկան եղավ եւ իր առաջին որդին ծնեց, եւ ներկայացնում է, որ Աստծո ոչ թե արդեն Աստծո պատկերով, այլ իր պատկերով ու իր նմանությամբ էր։ Այսինքն ինքը փոխվել էր մեղքի պատճառով, իր բնույթը փոխվել էր, էությունը փոխվել էր, ինքը այլ Աստծո պատկեր չուներ իր մեջ, իրենից ծնվածներն էլ հենց այդպես են։ Մեղքի բնությունով հոգևորապես մեռած մարդու որդիներ, էլ չես կարող ասես, Աստծո որդիներ, եւ բոլոր մնացած ծնվողները մարդու որդիներ էին, Աստծո որդիներ չէին։ Մեծ տպավորություն է, որ կարծես թե Աստծո ծրագիրը չի իրականանում։ Լավ էր սկսվել, բայց խափանվեց մեղքով։ Բայց մենք գիտենք, Աստված երբեք չի պարտվում։ Հենց առաջի Ադամ մարդը տեսնում ես, աղբերներ են, երկու աղբեր, ինչ արեցին, մեկը մյուսին սպանեց։ Միթե էսի Աստծո որդի գործը պատկերը։ Եվ ընդհանրապես ուշադրություն դարձեք, Սուրբ Գիրքը հենց այդպես էլ ներկայացնում է, ոնց որ որպեսզի առանձնացնի նրանց, ովքեր են, որ Աստծո որդիներ են, ես կուզեմ ձեզ համար օրինակ համար կարդամ Հռոմեացիս թղթից 8-րդ գլխից 9 խոսքը, մեկ էլ մի քիչ ավելի բարձրից։ Բայց դուք մարմնով չեք, այլ հոգով, այսինքն, երբ որ այդ ընդհանուր խոսքը կարդում եք, հասկացում եք այսպես, դուք մարմնավոր բնությունով չեք, այլ աստվածային հոգով, եւ ասում եմ, եթե Աստծո հոգին ձեզանում բնակված է, եթե Աստծո հոգին ձեզանում բնակված է, եթե մեկը Քրիստոսի հոգին չունի, նա նրանը չէ։ Իսկ շարունակության մեջ 12-ից կարդամ, որ հասկանամ, ապա ուրեմն եղբայր, պատրաստ ենք, պարտական ենք ոչ թե մարմնի պես ապրելու, որտեվ եթե մարմնապես ապրենք, կմեռնենք, բայց եթե հոգով մարմնի գործերը սպանենք, կապրենք։ Այստեղ խոսում է հոգևոր բնության մասին եւ մարմնավոր բնության մասին հոգով, որ ասում է այդ նկատի ունի։ Որտեվ որոնք որ Աստծո հոգով են վարում, նրանք են Աստծո որդիկ։ Որտեվ դուք ծառայության հոգին չառակ, որ դարձյալ վախենակ, այլ որդեգրության հոգին առակ, որ աղաղակում է Աբբա հայր։ Այստեղ նորից ասում է, ովքեր որով են Աստծո հոգով են, ովքեր Աստծո բնությունով են, նրանք են Աստծո որդիները։
ովքեր Աստծո հոգով են վարվում, նրանք են Աստծո որդիները։ Բայց Ադամը մեղանչելուց հետո էլ Աստծո հոգով չէր, Աստծո բնությունով չէր, հետևաբար նա չէր կարող այո Աստծո պատկերը չուներ, կերպարանակից չէր ողբը Քրիստոսն Աստծուն, դեռ Աստծո որդի չէր։ Եվ ինչ կատարվեց, Աստված տեսնում ենք, եւ Ադամից ադամականներ էին ծնվում։ Այսինքն դա մի ասենք ասած գործ էր, որ ազդեց ոչ թե մենակ Ադամի վրա, անիրավությունը, մեղքի վարսկ, ասենք ասած ազդեցությունը, որ մահն էր, որ կյանքը խափանեց, բնությունը փչացրեց Ադամին, այլ բոլոր ծնվածները սերնդեսերունդ այդպիսին եղան։ Նրանք Աստծո որդիներ չեն։ Եվ ինչ կատարվեց, տեսնում ենք Աստված երբեք չի պարտվում, ինքը ինչ նախատեսել է, ինչ ծրագրել է, ինչ սահմանել է, ինքը իր նպատակին հասնում է։ Իր ծրագրերին անպայման հասնում է, երբեք չի պարտվում, նա միշտ հաղթում է։ Եվ գիտենք, սա կատարեց Աստված, Աստված իր որդուն ուղարկեց, որը ծնվեց, մարդացավ, աշխարհ եկավ, մարդացավ եւ մարդկության համար խաչը բարձրացավ։ Քրիստոսը մեր մեղքերի համար, մարդկության մեղքերի համար մեռավ եւ հարություն առավ։ Եվ Սուրբ Գիրքը ներկայացնում է, որ այս գործով Աստված իր, ասենք ասած, ծրագիրը վերականգնեց։ Սկսեցին Աստծո որդիներ ծնվել եւ նրանք, ասենք ասած, ծնվեցին Աստծուց եւ ոչվեցին Աստծո որդիներ, ովքեր Տեր Հիսուս Քրիստոսին ընդունում են եւ հավատում են։ Խաչյալ եւ հարություն առած Քրիստոսին ընդունում ու հավատում են։ Ոնց որ ասած Աստված մի նոր սկիզբ տվեց մարդկությանը։ Մեկին դրեց, որից ծնվում են Աստծո որդիներ, որով ծնվում են Աստծո որդիներ։ Կա Առաջի Կորինթացիս 15-րդ գլխում խոսում է երկու Ադամների մասին։ Կա առաջի Ադամ եւ երկրորդ Ադամ։ Առաջի Ադամը երկրից ասում է, երկրորդ Ադամը երկնքից։ Առաջի Ադամը մեր նոր ներկայացված Ադամն է, երկրորդը Հիսուս Քրիստոսը, Աստծո որդին երկնքից։ Նրանից ադամականն են ծնվում, սրանից Աստծո որդիներն են ծնվում։ Եվ ովքեր որ կընդունեն Աստծո որդուն, այսինքն ընդունել նշանակում է նրա կատարած գործը, նրա անձը, նրա կատարած գործը կընդունեն, նրա խաչի ման ու հարությունը, նրանց կտրվի իշխանություն Աստծո որդներ կոչվելու եւ Աստծո ընտանիք լինելու։ Եվ գրված է Հովանոց ուզեմ կարդամ ձեզ համար սա եւ կավարտեմ խոսքս։ Հովանոց առաջի գլուխ 12-րդ խոսքից 10-ից կարդամ։ Ասում է աշխարհումներ եւ աշխարհը նրանով եղավ եւ աշխարհը նրան չճանաչեց։ Իրանների մեջ եկավ եւ իրանները նրան չընդունեցին, բայց որոնք որ նրան ընդունեցին, իշխանություն տվավ նրանց Աստծո որդիներ լինելու, նրանց որ նրա անունին հավատում են։ Ուշադրություն դարձեցիք, ով իրեն ընդունեց, այսինքն ընդունեց այնպես, ինչպես որ Աստված էր ուղարկել, այդ անունով, այդ գործի համեմատ, որ ինքը կար։ Թե չէ շատերը ասում են դու մարգարե ես, Աստծո մարդ ես, բայց վերստին ծնունդ չեն ունենում։ Նա Աստծո որդի էր, որ մեր մեղքերի համար խաչվեց ու հարություն առեց, մենք այդպես պիտի ընդունենք։ Բայց նրանք, որ ընդունեցին, ասում է, իշխանություն տվավ Աստծո որդներ լինելու։ Այսինքն մեկը կարող ասի, դե իշխանություն է դա, ոչ թե ծնունդ։ Շարունակության մեջ ասում է, որոնք ոչ այրունից, ոչ մարմնի կամքից, ոչ մարդու կամքից, այլ Աստվածանից ծնվեցին։ Կատարվում է վերստին ծնունդ Հիսուս Քրիստոսին հավատացողները, ով այդ ավետարանի լուրը հավատում է, ավետանով ներկայացված Քրիստոսին իր կյանքի մեջ ընդունում է որպես իր Տեր, իր Թագավոր, իր Փրկիչ, Աստված այդ հավատքի հիմքի վրա նրան վերստին ծնունդ է տալիս։ Եվ նույն Հովանեսը, ասենք, որ 3-րդ գլխում նկարագրում է, Տերն է խոսում այդ վերստին ծննդի մասին, այո, հենց այդպիսի բան ասում։ Այդպես է մարդը փրկվում, այդպես է մարդը հաստատվում, դառնում Աստծո որդի, Աստծո ընտանիք։ Եվ Աստված հավիտյան որոշել է իր ընտանիքի հետ լինի եւ որպես հայր իր փառավոր օրհնյալ ցենց մեծ օրհնությունները իրականացնի, խնամքը իր ընտանիքի համար անի, տանի իրականացնի։ Երանին ան, ովքեր Աստծուն հայր ունեն, երանին անց, ովքեր Աստծո որդիներ են։ Բայց Աստված ողորմություն արել, որ մեզ համար սա հասանելի լինի, օրինակ հրեշտակների համար դա հասանելի չի։ Տերը տենց է նախասահմանել, վերջ, մարդկային ցեղ է։ Բայց Քրիստոսին ընդունած, որոնք վերստին ծննդով Աստծո որդներ կդառնան։ Աստված օրհնի, որպեսզի ամենքս, ասենց ասած, հավիտյանս հավիտենից Աստծո ընտանիքի մեջ լինենք։ Եվ Աստված մեր հայրը մեզ համար
հավիտենական խնամք ու ծրագիր ունի։ Հովանեսը sense բան ասում իր առաջին անակում։ Գիտենք, որ հիմա Աստծո որդիներ ենք, ասում տեսեք Աստված ինչ մեծ սեր շնորհեց մեզ, որ Աստծո որդիներ լինենք։ Այսինքն էսի շատ մեծ սեր է։ Մենք Աստծո բարեկամը չենք, ուղղակի հարևանը չենք, հաճելի մեկը չենք, որդի ենք, իր ընտանիքն ենք։ Ասում հիմա Աստծո որդիներ ենք, բայց դե հետո ինչ է լինելու, մենք չգիտենք, այսինքն մեր հետ ինչ ծրագիր ունի, մեծ փառավոր հաստատ բարձր ծրագիր ունի Աստված իր ընտանիքի համար։ Աստված օրհնի, որ այդ ծրագրի մեջ լինենք։